Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային շաբաթն է մեկնարկում մեզ մոտ եւ այսօրվա խաղում միմյանց հետ են մրցում Մայնցը եւ Ատալանտան։ 11-րդ տուրից հետաձգված հանդիպում է սա եւ մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Հիմա արագ ներկայացնեմ հիմնական հայտացուցակները թիմերի։ Մայնցի դարպասը պաշտպանում է համար 1 Արտակ Համբարձումյան, համար 4 Էրիկ Ներսիսյան, համար 7 Գեգամ Սարգսյան, համար 8 Հայկ Մկրտչյան, համար 10 Դավիթ Պերիխանյան, համար 16 Դավիթ Գևորգյան, համար 17 Ռաֆայել Կյուրեղյան, համար 18 Վյաչեսլավ Պետրոսյան, խաղը մեկնարկեց համար 22 Վարդան Հովանիսյան եւ համար 99 Նշան Մարկոսյան։ Ատալանտայի դարպասը պաշտպանում է համար 12 Սուրեն Սարգսյան, համար 5 Անդրանիկ Ադամյան, համար 6 Ալիկ Հովանիսյան, համար 7 Վանիկ Պետրոսյան, համար 10 Լևոն Հակոբյան, համար 11 Վարդան Հովանիսյան, համար 55 Մաքսիմ Սարգսյան, համար 66 Էդգար Գևորգյան, համար 77 Վարդան Կոշկարյան եւ համար 8 Ադուլ Ասատրյան։ Հիմա տեսնում ենք խաղը մեկնարկած է եւ Ատալանտայի տղաներն են գնդակով փորձում են իրենց առաջին գրոհը իրականացնեն։ Շատ հետաքրքիր մրցաշարը հիմա մեզ մոտ ընթանում այս Winter Cup-ի շրջանակներում ամեն խաղը հետաքրքիր է դառնում, ել ավելի լարված են հանդիպումները ընթանում, որովհետև շատ քիչ խաղեր են մնացել։ Հիմա Ատալանտայի ֆուտբոլիստներն են գրոհում, բայց այստեղ Արտակ Համբարձումյանը գնդակը վերցրեց եւ արագ խաղարկեց իր թիմի գրոհ եւ այստեղ էլ խաղի կանոնների խախտում տեսանք Դավիթ Պերիխանյանի նկատմամբ։ Քիչ խաղեր են մնացել մեզ այս մրցաշրջանում։ Մրցաշարը տևում է 17 տուրից բաղկացած է այս մրցաշարը, հետո սկսվելու է փլեյոֆը, փլեյոֆն էլ հետաքրքիր ձևաչափ ունի, հիմա էլ Մայնցն է գրոհում, այստեղ շատ լավ պաշտպանվեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, Կոշկարյանն էլ այստեղ հեռացրեց, բայց նորից շարունակվում է Մայնցի գրոհը, բայց նորից լավ խաղացին այստեղ Ատալանտայի ֆուտբոլիստները եւ հիմա էլ փորձում են նրանք գրոհ կառուցել եւ ի վերջո վաստակեցին եզրային նետում։
Այստեղ էլ Գեգամ Սարգսյանը լավ պաշտպանվեց եւ նորից Ատալանտային լինելու գնդակը շատ խիտ են դասավորված թիմերը մրցաշարային աղյուսակում այս պայն Մայնցը գտնվում է 8-րդ հորիզոնականում 21 միավոր է վաստակել եւ այսօր հաղթելու դեպքում կարող է շրջանցել Վերդերին եւ Պալերմոին հիմա Ատալանտան էր նորից գրոհում շատ վտանգավոր էր եւ վաստակում են Ատալանտայի ֆուտբոլիստները իրենց առաջին անկյունայինը կարող են Վերդերին եւ Պալերմոին շրջանցել բայց Վերդերն էլ այսօր իր հանդիպումն է անցկացնելու, իսկ Ատալանտան էլ 27 միավորում հիմա փոխանցում տեսանք այստեղ Արտակ Համբարձումյանն է հեռացնում գնդակը Ատալանտան էլ 5-րդ հորիզոնականում է վաստակել է 27 միավոր հիմա շատ վտանգավոր է այստեղ տեսնում ենք Մայնցի հակագրոհը բայց Պերիխանյանը վերջին պահին լավ չգործեց հիմա էլ այստեղ գրում է նույնիսկ Մայնցը շատ վտանգավոր է այստեղ լավն էր փոխանցումը Նշան Մարկոսյանի եւ կարող էր եզրափակում այնտեղ կատարել Ռաֆայել Կյուրեղյանը, բայց վերջինս չհասավ գնդակին շատ լավն էր նրանց հակագրոհը Սուրեն Սարգսյանի դարպասից հարված հիմա կտեսնենք Ատալանտան էլ կարող է հաղթանակի դեպքում շրջանցել Մանչեսթեր Սիթիին եւ տեղափոխվել 4-րդ հորիզոնական հիմա էլ Ատալանտան է գրում Կոշկարյանն էր փոխանցում կատարում թիմակցին Ալիկ Հովանիսյան հարված եւ այստեղ նորից Արտակ Համբարձումյանն է փրկում իր թիմին շարունակվում է Ատալանտայի գրոհը Մաքսիմ Սարգսյան հերար հարված եւ գեղեցիկ գոլի հեղինակ է հիմա դառնում Մաքսիմ Սարգսյանը 1-0 խաղի հանդիպման հաշիվը բացված է Մաքսիմ Սարգսյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ շատ արագ Ատալանտայի ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել այս խաղում հիմա նորից Ատալանտան է գնդակով բայց այստեղ էլ լավ պաշտպանվեցին Մայնցի ֆուտբոլիստները Հիմա տեսնենք Մայնցը ինչ կառաջարկի Ատալանտային հարված նորից Արտակ Համբարձումյանն է այստեղ գեղեցիկ սեյվով փրկում նորից հարված այստեղ տեսնում ենք շատ վտանգավոր է նորից փրկում է այստեղ Արտակ Համբարձումյանը իր թիմին եւ կտեսնենք նորից անկյունային հարված շատ վտանգավոր են հիմա Ատալանտայի հարվածները գոլից հետո նորից ակտիվ են մեկնարկե Ատալանտայի ֆուտբոլիստները Վանիկ Պետրոսյանն է փոխանցում կատարելու Տուգանային հրապարակ փոխանցում այստեղ լավ չհեռացրեցին հարված բայց թույլ էր այստեղ հարվածը Լևոն Հակոբյանի հիմա նորից արագ խաղարկում տեսանք Արտակ Համբարձումյանի կողմից այստեղ է շատ լավ է հիմա գործում Ատալանտայի պաշտպանը Եվ նորից գնդակով է Ատալանտան, Կոշկարյանն է գնդակով, շարժվում է առաջ փոխանցում Լևոն Հակոբյանին թիմակից է փրկնում, շատ լավն է նրա փոխանցումը, Կոշկարյան թողում է թիմակցին, այստեղ փոխանցումը չստացվեց Վարդան Հովանիսյանի, հիմա Մայնցն է գրոհելու, շատ լավն էր փոխանցումը այստեղ Գեգամ Սարգսյանի, բայց մի փոքր ուժեղ ստացվեց եւ գնդակի տերը Սուրեն Սարգսյանն է Եվ սկսում է նորից իր թիմի գրոհը Շատ ակտիվ են մեկնարկել թիմերը հիմա Վանիկ Պետրոսյանն է անցում կատարում, բայց մի փոքր առաջ թողեց այստեղ գնդակը եւ տեսնենք հարված Արտակ Համբարձումյանի դարպասից Նշեմ, որ Մաքսիմ Սարգսյանը իր թիմում շատ առանցքային ֆուտբոլիստ է հանդիսանում Նա շատ լավ հեռահար հարվածներ է իրականացնում Գոլի դրվագում էլ տեսանք նա հեռվից հարվածով գրավեց Արտակ Համբարձումյանի դարպասը Հիմա առջևում են Ատալանտայի ֆուտբոլիստները
եւ արդյոք կտեսնենք հիմա Mainz-ի պատասխանը։ Նորից Մաքսիմ Սարգսյանն է այստեղ գնդակով փոխանցում է Ալիկ Հովհաննիսյանին։ Այստեղ շատ լավ խաղարկումներով փորձում են առաջ շարժվել Անտալանտայի ֆուտբոլիստները, նրանք չեն շտապում, Կոշկարյանն է գնդակով, հիմա կենտրոնում է, թիմակից է փնտրում։ Վանիկ Պետրոսյան հերվից հարված փորձեց կատարել, բայց այն շեղ էր եւ նորից հարված Արտակ Համբարձումյանի դարպասից։ Հիմա փոխանցում տեսանք դեպի Mainz-ի ֆուտբոլիստը, այնտեղ Նշան Մարկոսյանն էր առաջ շարժվել, բայց այստեղ էլ հեռացրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները։ Նորից տեսանք, որ այստեղ լավ գործեց Մաքսիմ Սարգսյանը, այս խաղում շատ մեծ հիմա աշխատանք է կատարում Մաքսիմ Սարգսյանը։ Հիմա էլ Mainz-ն է փորձում գրոհ իրականացնել, Գեգամ Սարգսյան փոխանցում, բայց վերջինիս փոխանցումը ուժեղ ստացվեց եւ նորից գնդակով է լինելու Ատալանտայի ֆուտբոլիստները։ Վարդան Հովհաննիսյան փոխանցում Կոշկարյանին, հիմա լավ անցում կատարեց հարված եւ այստեղ դիպավ պաշտպանին Mainz-ի եւ անկյունային նորից կտեսնենք Արտակ Mainz-ի դարպասին։ Փոխանցում եւ այստեղ մի փոքր լավ չվերցրեց գնդակը Արտակ Համբարձումյանը, բայց հիմա էլ հակագրոհ էր իրականացնում Mainz-ը, բայց այստեղ վնասվածք է ստացել Արտակ Համբարձումյանը, խոտածածկին է նա։ Խաղը դադարեցրել է հանդիպման մրցավարը։ Նշեմ, որ այս մրցաշրջանում Mainz-ի գլխավոր ռմբարկուն այս պահին Դավիթ Պերիխանյանն է խփած 6 գոլով։ Նա այս պահին լավ մրցաշրջան է անցկացնում, իսկ Ատալանտայի կազմում Ալիկ Հովհաննիսյանն է իր թիմի ռմբարկուն, խփել է 10 գնդակ։ Հիմա էլ Mainz-ն է գրում, բայց նորից հեռացնում են Ատալանտայի ֆուտբոլիստները եւ տեսնենք Ատալանտայի կողմից հակագրոհ, բայց այստեղ նորից շատ լավ Mainz-ի ֆուտբոլիստները դիրքավորվեցին եւ հակագրոհ կանխեցին, հիմա նորից գնդակով է Վարդան Հովհաննիսյանը, խաղարկում է Մաքսիմ Սարգսյանի հետ, փոխանցում մյուս եզր, այնտեղ Վանիկ Պետրոսյանն էր ազատվել, հիմա մտնում է տուգաներին, փոխանցում, բայց այստեղ էլ հեռացնում է գնդակը Դավիթ Գևորգյանը եւ հիմա էլ կտեսնենք Mainz-ի հակագրոհ, տեսնենք փոխանցում Դավիթ Պերիխանյան, փոխանցում հարված եւ գոլ, շատ արագ հիմա կրճատ հավասարեցնում է հանդիպման հաշիվը Mainz-ը 1-1։ Նշան Մարկոսյան 1-1 հանդիպումը հավասարեցված է, կայծակնային հակագրոհ տեսանք Mainz-ի կողմից եւ այդ հակագրոհ տվեց իր արդյունքը, այնտեղ գեղեցիկ խաղարկեցին Mainz-ի ֆուտբոլիստները,
Դավիթ Պերիխանյանը մնացել էր մենակ դարպասապայի դիմաց, բայց փոխանցում կատարեց։ Հիմա նորից տեսնում ենք Մայնցի գրով, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Նշան Մարկոսյանի փոխանցումը, բայց պահեց գնդակը թիմակիցը եւ այստեղ կորցրեցին գնդակը Մայնցի ֆուտբոլիստները։ Հիմա էլ Ատալանտան է փորձում գրո իրականացնել Վանիկ Պետրոսյան, փոխանցում Լևոն Հակոբյանին, Ալիկ Հովանիսյանին, վերջինս գնդակը մի փոքր առաջ թողեց, նորից հիմա Մայնցն է գրոյելու, շատ ակտիվ են հիմա թիմերը անցկացնում հանդիպումը, փոխանցում, այստեղ է լավն էր փոխանցումը Մայնցի ֆուտբոլիստի, բայց Սուրեն Սարգսյանը տեղում էր, այստեղ էլ խաղի կանոնների խախտում Ալիկ Հովանիսյանի հետ պայքարում, նշեմ, որ վերջինս այս ձմեռային դադարից առաջ, ձմեռային մեկնարկից առաջ Վիլյարեալի գույներն էր պաշտպանում, բայց եկել է Ատալանտա, Վիլյարեալն էլ հանդիսանում է Winter Cup-ի գործող չեմպիոնը նշեմ և հիմա Ատալանտային օգնելու է դառնալ Winter Cup-ի չեմպիոն, ինչև է տեսնենք հիմա այս հանդիպումը ինչ վերջաբանկուները հարված, հիմա տեսնում ենք Վանիկ Պետրոսյանն էր հարվածում և նորից Արտակ Համբարձումյանը փրկում է իր թիմին և նորից անկյունային հարված կտեսնենք Մայնցի դարպասին։ Այսօր տեսնում ենք, որ շեշտը դրել են հեռար հարվածների վրա Ատալանտայի ֆուտբոլիստները և մի անգամ արդյունք տվեց այդ հարվածները, փոխանցում հիմա Տուգանային հրապարակ, այստեղ Նշան Մարկոսյանն է հեռացնում գնդակը, այստեղ էլ հիմա լավ է գործում հիմա Ատալանտայի ֆուտբոլիստը, այնտեղ Ադուլ Ասատրյանն էր կարծես թե և վերջինս վաստակում է եզրային նետում։ Հիմա գնդակը վերցրել է Ատալանտայի ռմբարկուն, հոխանցում կենտրոն, Մայնցի ֆուտբոլիստը հեռացրեց, նորից Ատալանտայինն է գնդակը, փոխանցում հետ Սուրեն Սարգսյանին, այստեղ էլ հիմա Սուրեն Սարգսյանն է սխալվում, Նշան Մարկոսյան փոխանցում, բայց վերջինս շտապեց և հիմա էլ հարակ հակագրո կիրականացնի Ատալանտայի ֆուտբոլիստները, Մաքսիմ Սարգսյանն է գնդակով, փոխանցում Ալիկ Հովանիսյանին, վերջինիս փոխանցումը չստացվեց, հիմա էլ Մայնցի գրոն ենք տեսնում, առաջ է շարժվում Դավիթ Պերիխանյանը, բայց այստեղ էլ նրա հետ պայքարում լավ պաշտպանվեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, և Պերիխանյան այստեղ կանոնները խախտեց և նորից Ատալանտան է գնդակով լինելու, Ալիկ Հովանիսյան, Աջ եզրով շարժվում է առաջ Վանիկ Պետրոսյանը, խաղարկում է Մաքսիմ Սարգսյանի հետ, լավն է նրա փոխանցումը Ալիկ Հովանիսյանին, այստեղ նրանից խլում են գնդակը, բայց նորից վերադարձնում են Ատալանտան, գնդակը Ալիկ Հովանիսյանն է գնդակով փոխանցում, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը Ալիկ Հովանիսյանին, փոխանցումը ուղղված էր Վարդան Հովանիսյանին և Արտակ Համբարձումյանի դարպասից հարված կտեսնենք։ Շատ հետաքրքիր հանդիպում է հիմա ընթանում մեզ մոտ։ Շատ ակտիվ են թիմերը գործում այս ընթացքում։ Փոխնիփոխ գրողներ են իրականացնում մեկը մյուսից հետո հիմա փոխանցում նորից առաջ, այստեղ Մաքսիմ Գևորգյանն էր գնդակի տերը և Վարդան Հովանիսյանը հարակ խաղարկում է Վանիկ Պետրոսյանի հետ, Կոշկարյանի է փոխանցում, այնտեղ ազատվեց Ատալանտայի ֆուտբոլիստը, այնտեղ
Վերջին պայն Գեգամ Սարգսյանը լավ գործեց եւ անկյունային հարված կտեսնենք նորից Մայնցի դարպասին։ Փոխանցում նորից հեռացված է Մայնցը, պաշտպանները հեռացեցին գնդակը եւ հակագրող նորից Մայնցի կողմից։ Տեսնենք հիմա ինչ կստացվի 4-2-ի դիմաց է փոխանցում Նշան Մարկոսյան հարված եւ այնտեղ կարծես թե փրկեց Սուրեն Սարգսյանը իր թիմին եւ անկյունային հարված են տեսնում հիմա էլ Ատալանտայի դարպասին։ Փոխանցում այստեղ Վանիկ Պետրոսյանն հեռացնում Դավիթ Պերիխանյան հարված եւ այստեղ էլ Մաքսիմ Գևորգյանն է վերջին պայն հեռացնում գնդակը, բայց շատ վտանգավոր էր Մայնցի Ռմբարկուի հարվածը շարունակում է հանդիպում, այստեղ ոչինչ չկա, հեռացրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց ի վերջո վաստակում են իրենց եզրային նետումը, արագ խաղարկում Մաքսիմ Գևորգյանն է գնդակով, փոխանցում մյուս եզրը, բայց նրա փոխանցումը ուժեղ ստացվեց, թիմակիցն էլ չհասավ գնդակին եւ Արտակ Համբարձումյանի դարպասից հարված կտեսնենք։ Մա Դավիթ Պերիխանյանն է ձախ եզրով շարժվում առաջ, այստեղ Վանիկ Պետրոսյանը խախտեց նրա այդ պայքարում, բայց ոչ եզրային նետում է վաստակ է Պերիխանյանը, այստեղ էլ ընկավ Նշան Մարկոսյանը, բայց գնդակին է խաղացել Գևորգյանը, փոխանցում մյուս եզր, Կոշկարյանին պահում է գնդակը Կոշկարյանը եւ շարժվում է ձախ եզրով առաջ, թիմակից է փնտրում, հիմա կենտրոնը շարժվում Կոշկարյանը, տեսնենք կհարվածի Կոշկարյանը, հարված եւ այստեղ Գեգամ Սարգսյանն է հիմա իր վրա վերցնում հարվածը եւ իր թիմի գրոհ սկսում, Հայկ Մկրտչյանն է գնդակով, փոխանցում Նշան Մարկոսյանին, այստեղ է լավ է խաղում Ադուլ Ասատյանը եւ անկյունային հարված կտեսնենք Ատալանտայի դարպասին։ Այստեղ արագ խաղարկեցին Մայնցի ֆուտբոլիստները, Գեգամ Սարգսյանն էր փորձում հարված կատարել, բայց չստացվեց նրա հարվածը։ Այստեղ նորից խլեցին գնդակը Մայնցի ֆուտբոլիստները, Էրիկ Ներսիսյան Վերջինս թիմակից չգտավ ուշացրեց այն փոխանցումը եւ վաստակեց եզրային նետում Պերիխանյանն է լավ փոխանցում կատարում հիմա այստեղ, բայց Սուրեն Սարգսյանը գնդակի տերն է այստեղ Այստեղ խաղը շարունակում է, կարծես թե մրցավարը խաղի կանոնների խախտում է նշանակել։ Հիմա Մաքսիմ Գևորգյանը երկար նետում է կատարում դեպի թիմակիցը, այստեղ էլ հեռացնում են գնդակը Մայնցի ֆուտբոլիստը, Էրիկ Ներսիսյանն է լավ պաշտպանվում այստեղ։ Նորից արագ խաղարկում տեսանք Ատալանտայի ֆուտբոլիստների կատարումը, Մաքսիմ Գևորգյան փոխանցում աջ եզր Վանիկ Պետրոսյանին։ Վերջինս թիմակից է փնտրում եւ հետ է վերադարձնում։ Նորից խաղարկում են Մաքսիմ Գևորգյանի հետ։ Ադուլ Ասատյան փոխանցում Կոշկարյանին, շատ լավն է նրա անցումը, բայց նորից խլում են Մայնցի տղաները գնդակը եւ կտեսնենք արդյոք նրանց հակագրող Դավիթ Պերիխանյանն է հիմա գնդակով, բայց այստեղ էլ շատ լավ հիմա պաշտպանվեցին
Ատալանտայի ֆուտբոլիստը ինչևէ մնում է Մայնցի ֆուտբոլիստների մոտ, այստեղ Նշան Մարկոսյանն է։ Այստեղ Նշան Մարկոսյանը ընկավ, բայց խաղի մրցավարը անկյունային հարված է նշանակել։ Հիմա փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, այստեղ հեռացրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները եւ կշարունակվի հիմա գրող Մայնցի Դավիթ Պերիխանյանն է գնդակով Եղամ Սարգսյանի հետ է խաղարկում, բայց այստեղ Մաքսիմ Սարգսյանը նույնիսկ լավ պաշտպանվեց եւ այստեղ էլ չստացվեց Ատալանտայի հակագրող։ Այստեղ էլ Էրիկ Ներսիսյանն է հիմա կրակի հետ խաղում, բայց պահում են նրանք գնդակը եւ ի վերջո եզրային նետում են կարողանում այստեղ վաստակել Ատալանտայի ֆուտբոլիստները։ Վարդան Հովանիսյանն է խաղարկում Մաքսիմ Սարգսյանի հետ, նորից Վարդան Հովանիսյան, լավն է նրա փոխանցումը, Կոշկայան խաղարկում են եւ հարված եւ գոլ, հիմա 2-1 մեզ մոտ։ Նորից Ատալանտան առաջ է հասնում հանդիպման։ Սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ Ատալանտան 2-1 հաշվով առջևում է։ Այնտեղ առաջին խաղակեսի վերջին րոպեին Ատալանտայի ֆուտբոլիստ Էդգար Գևորգյանը իր թիմին առաջ մղեց։ Հիմա նորից Ատալանտան է գրում, հարված եւ գոլ, 3-1 Ատալանտան նորից առաջ է հասնում խաղում եւ գոլի հեղինակ է դառնում Ադուլ Ասատրյանը։ Ադուլ Ասատրյան 3-1 Ատալանտան կրկնապատկում է իր առավելությունը եւ մեծ քայլ կատարում 3 միավոր վաստակելու համար շատ ակտիվ մեկնարկեց Ատալանտան հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում։ Հիմա նույնիսկ գրում են Ատալանտայի ֆուտբոլիստները հարված եւ գոլ 4-1 մեզ մոտ մեծ առավելություն է ստանում հիմա Ատալանտան այնտեղ ես չտեսա ով գոլի հեղինակ դարձավ, բայց կփորձեմ տեղեկանալ եւ ասել ով է ի վերջո գոլի հեղինակ դարձել։ Էդգար Գևորգյան 4-1 եւ դուբլի հեղինակ է դառնում Էդգար Գևորգյանը մեզ մոտ եւ շատ հիմա մեծ առավելություն է ստանում Ատալանտան Մայնցի նկատմամբ։ Շատ արագ 2 գոլ հեղինակեցին Ատալանտայի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում։ Շատ ակտիվ են մեկնարկել Ատալանտայի ֆուտբոլիստները։ Այստեղ էլ Մայնցի ֆուտբոլիստներն են Տուգանային հարված վաստակել, Նշան Մարկոսյանն է գնդակի մոտ։ Սուլի չկա։ Այստեղ հարված կատարեց Նշան Մարկոսյանը, բայց մի փոքր շեղ անցավ գնդակը։ Բայց այստեղ վերջին պահին դիպավ գնդակը Ատալանտայի պաշտպանին եւ անկյունային հարված կտեսնենք Ատալանտայի դարպասին։ Եղամ Սարգսյանը փոխանցում կենտրոն, այստեղ հեռացնում են Ատալանտայի ֆուտբոլիստները եւ նորից հակագրում են Ատալանտայի ֆուտբոլիստները այստեղ, բայց այստեղ շատ ուշացրեց փոխանցումը հիմա Ատալանտայի ֆուտբոլիստը այնտեղ Լևոն Հակոբյանն էր։ Այստեղ վերջինս է խաղի կանոնները խախտում է, իրականացնում Գեղամ Սարգսյանի նկատմամբ արագ խաղարկում Գեղամ Սարգսյանի կողմից Դավիթ Պերիխանյանն է գնդակով փոխանցում եւ տեսնենք հարվածը կլինի ի վերջո, բայց այստեղ շատ լավ հիմա գործեց Մաքսիմ Սարգսյանը։ Խլում է գնդակը եւ առաջ շարժվում դեպի կենտրոն, հիմա փոխանցում ձախ եզր Կոշկայանն է գնդակով փոխանցում Ադուլ Ասատրյանին, բայց պահում են հիմա գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստները հարված Կոշկարյանի կողմից փակում են նրա հարվածը, հիմա շարունակում է Ատալանտայի գրող Հակոբյան այնտեղ մրցավարը սուլում է եւ դադարեցնում հանդիպումը, որովհետեւ Կոշկարյանը ընկած է խոտածածկին եւ վնասվածք է ստացել։ Շատ ակտիվ են թիմերը գրոհում։
Այստեղ խաղը շարունակվում է ամեն ինչ կարգին է Կոշկարյանի հետ։ Եվ նորից Ատալանտան է գրող իրականացնելու։ Անդրանիկ Ադամյանն է գնդակով փոխանցում կատարեց Մաքսիմ Սարգսյանին, բայց այստեղ էլ լավ պաշտպանվեց Էրիկ Ներսիսյանը եւ եզրային նետումը Ատալանտայինն է։ Խաղարկում են Ատալանտայի ֆուտբոլիստները շատ լավն էր փոխանցումը այստեղ Մաքսիմ Սարգսյանի, բայց մի փոքր ուժեղ ստացվեց եւ կտեսնենք Արտակ Համբարձումյանի դարպասից հարված Արագ խաղարկում է վերջինս թիմակցե Դավիթ Պերիխանյանն է գնդակով։ Ի վերջո փոխանցումը ստացվեց Հայկ Մկրտչյանն այստեղ խաղարկում Գեգամ Սարգսյանի հետ, նորից Հայկ Մկրտչյանն է գնդակով փոխանցում Էրիկ Ներսիսյանին։ Այստեղ վերջինս թիմակցից չկարողացավ գտնել եւ փոխանցում կատարեց Արտակ Համբարձումյանին։ Նորից մանր քայլերով շարժվում են առաջ Մայնցի ֆուտբոլիստները, Դավիթ Պերիխանյանն է գնդակով, լավն է նրա փոխանցումը, հարված եւ գոլ, 4-2 կրճատում են հանդիպման հաշիվը Մայնցի ֆուտբոլիստները, այնտեղ գոլի հեղինակ դարձավ Վյաչեսլավ Պետրոսյանը։ Վյաչեսլավ Պետրոսյան 4-2 կրճատեց հանդիպման հաշիվը։ Մայնցը տեսնենք այս գոլը կակտիվացնի Մայնցի տղաներին եւ նորից կկրճատեն հաշիվը Մայնցի ֆուտբոլիստ հիմա հարված եւ փրկում է Սուրեն Սարգսյանը այստեղ եւ հիմա էլ այստեղ ինչ է խաղի մրցավարը 11 մետրանոց կնշակ է, բայց ոչ շարունակում է խաղը Ատալանտան է գնդակով այստեղ էլ վերջին բան հեռացնում է գնդակը Գեգամ Սարգսյանը շատ վտանգավոր էր Մայնցի հարվածը Ճիշտ ասում եմ։ Հասկացեք դու իմ առանց գոռալաս։ Ասում եմ Հիմա շատ թեժ հանդիպում է, մեզ մոտ կրքերը բորբոքվում են Այստեղ խաղի մրցավարը ուսումնասիրելու է դրվագը Այստեղ խաղի մրցավարը դրվագը ուսումնասիրեց եւ ոչինչ էլ չկա գնդակին է խաղացել Ատալանտայի ֆուտբոլիստը եւ խաղը շարունակվում է Եզրային նետում վաստակեցին Ատալանտայի ֆուտբոլիստները Այստեղ էլ Նշան Մարկոսյանի հետ պայքարում խաղի կանոնների խախտում նկատվեց եւ Մայնցինն է լինելու գնդակը երկար փոխանցում Գեգամ Սարգսյանի կողմից այստեղ հեռացրեց Ատալանտայի ֆուտբոլիստը գնդակը եւ հիմա էլ գրովում է Ատալանտան Վանիկ Պետրոսյանն է գնդակով փոխանցում մյուս եզր շատ լավն է նրա փոխանցումը այստեղ էլ հարվածը չստացվեց Ատալանտայի ֆուտբոլիստի Էդգար Գևորգյանն էր հարված կատարողը, բայց շարունակում է Ատալանտայի գրոհը Վանիկ Պետրոսյան խաղարկում է Կոշկարյանի հետ, Կոշկարյան թիմակից է փնտրում, հետ է խաղում Մաքսիմ Սարգսյանի հետ, լավն է Սարգսյանի անցումը, շատ լավ են գործում Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց այստեղ էլ վերջին պահին Հայկ Մկրտչյանն է հեռացնում գնդակը եւ անկյունային հարված կտեսնենք Մայնցի դարպասին Գնդակի մոտ էր Վարդան Կոշկարյանը
Փոխանցում Տուգանային հրապարակ հեռացրեցին գնդակը հարված եւ բարձր է հիմա էլ հարվածում այստեղ կարծես թե Էդգար Գևորգյանը նորից արագ խաղարկում տեսանք Մայնցի ֆուտբոլիստների կատարմամբ նորից սխալվեցին Մայնցի ֆուտբոլիստները նորից գնդակով Ատալանտան է լինելու հիմա էլ մյուս եզրը եկել Վանիկ Պետրոսյան եւ եզրային Վանիկ Պետրոսյանն էլ հիմա էլ աջ եզրում է հայտնվել, հիմա գնդակով է հետ փոխանցում Անդրանիկ Ադամյանին, վերջինս փոխանցում է կատարում Մաքսիմ Սարգսյանին եւ նորից լավ շրջանցում է անցկացնում այստեղ Մաքսիմ Սարգսյանը եւ լավ դիրքում վաստակում Տուգանային հարված Մաքսիմ Սարգսյանը շատ ակտիվ է հիմա այս խաղում այս պահի դրությամբ մեկ գոլի հեղինակ է դարձել Սուլի չկա հարված եւ հիմա էլ բարձր է հարվածում Անդրանիկ Ադամյանը եւ նորից Արտակ համբարձում է դարպասից հարված կտեսնենք բայց Մայնցը շտապում է Էրիկ Ներսիսյան փոխանցում բայց այստեղ էլ հեռացում է գնդակը Վարդան Պետրոսյանը եւ եզրային նետումը Մայնցինն է լինելու Էրիկ Ներսիսյանն է գնդակով ստիպված հետ է վերադարձնում դարպասապային այստեղ էլ սառնասրտորեն է գործում Արտակ Համբարձումյանը եւ փոխանցում է առաջ այստեղ հիմա Ռաֆայել Կյուրեղյանն էր գնդակով բայց Խաղը շարունակվում է մեզ մոտ Ատալանտայի մոտ է գնդակը հիմնական ժամանակին հիշեցնեմ որ մնացել է 11 րոպե Եթե հիմա Մայնցը արագ կարողանա նորից կրճատել հանդիպան հաշիվը մեզ խելայղ վերջաբան է սպասվում Ինչևէ տեսնենք կարողանա արդյոք Մայնցը կրճատել հանդիպան հաշիվը հիմա շատ լավն էր փոխանցում Ատալանտայի ֆուտբոլիստի Վանիկ Պետրոսյան փոխանցում շատ վտանգավոր էր հիմա ինչպիսի դիրքի հարված չկարողացավ կատարել Ատալանտայի ֆուտբոլիստը այնտեղ կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնվել էր Ալիկ Հովանիսյանը Ատալանտայի թիմի ռմբարկուն այստեղ էլ կորցնում է գնդակը Գեգամ Սարգսյանը Վանիկ Պետրոսյանն էլ շատ լավ անցում իրականացրեց փոխանցում հարված եւ գոլ 5-3 5-2 էլ ավելի է մեծացնում Ատալանտան իր առավելությունը այնտեղ տեսանք որ հարվածից հետո ինչ որ մեկին դիպավ գնդակը եւ հայտնվավ դարպասում 5-2 մեզ մոտ նորից մեծ առավելություն է ստանում Ատալանտան Կոշկարյանի հարվածից հետո Անրադարձ կատարեց Հովանիսյանի ոտքից եւ գնդակը հայտնվեց դարպասում Հիմա բարդ իրադրության մեջ են հայտնվում նորից Մայնցի տղաները այստեղ Տուգանային հարված եւ Մաքսիմ Սարգսյանը հեռացում կատարեց եւ նորից հակագրովում են Ատալանտայի ֆուտբոլիստները Ալիկ Հովանիսյանն է Ձախ եզրով փոխանցում կատարում դեպի մյուս եզր, բայց այստեղ էլ շատ լավ է պաշտպանվում Գեգամ Սարգսյանը, հիմա էլ հակագրոհ կտեսնենք Մայնցի կողմից 4-2 են, բայց այստեղ լավ գործեց հիմա էլ Անդրանիկ Ադամյանը Եվ հիմա էլ խաղի կանոնների խախտում նկատվեց Էրիկ Ներսիսյանի նկատմամբ Մաքսիմ Սարգսյանն էր խաղի կանոնները խախտել եւ նորից վտանգավոր դիրքում Մայնցը վաստակում է Տուգանային հարված նորից նշան Մարկոսյանն է գնդակի մոտ
Այստեղ գնդակի մոտ է Նշան Մարկոսյանը, շատ վտանգավոր դիրքում Դուգանայի հարվածը վաստակել Մայցը, սուլի չկա հարված, բայց հիմա էլ երկինք է ուղարկում գնդակ ուղակի Նշան Մարկոսյանը և հարված կտեսնենք Սուրեն Սարգսյանի դարպասից։ Տեսնում ենք, որ շտապում են Մայցի ֆուտբոլիստները։ Այստեղ էլ Ատալանտայի ֆուտբոլիստները չեն շտապում և հանգիստ խաղարկումներով անցնում են կիսադաշտը, Ալիկ Հովհաննիսյանի մոտ է հիմա գնդակը։ Վերջինիս փոխանցումը չստացվեց և նորից հակագրով կարող ենք տեսնել Մայցի կատարման, բայց այստեղ նորից շատ լավ է գործում Մաքսիմ Սարգսյանը։ Շարունակում է հանդիպումը։ Այստեղ կորսեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, նորից հակագրով Մայցի կողմից Հայկ Մկրտչյան, նրա փոխանցումն է չստացեց, բայց խլեց գնդակը Հայկ Մկրտչյանը, հարված և հիմա էլ Սուրեն Սարգսյանն է փրկում իր թիմին, շարունակվում է, հիմա էլ հարվածը կատարում Ռաֆայել Գյուրեղյանը և փրկում է Սուրեն Սարգսյանը իր թիմին, շատ վտանգավոր հարվածներ տեսանք Մայցի կատարմամբ։ 6 րոպե մնում հանդիպման ավարտին։ Ատալանտան է նորից գրո իրականացնում, Վանիկ Պետրոսյանը շարժվում առաջ հարված և հիմա նորից հարվածը իր վրա է վերցնում Արտակ Համբարձումյանը։ Այստեղ է գեղեցիկ անցում տեսանք Ադուլ Ասատրյանի կողմից, Լևոն Հակոբյան հիմա ուշացնում է փոխանցումը Լևոն Հակոբյանը, բայց նորից խլեց գնդակը Նշան Մարկոսյանից Լևոն Հակոբյանը, փոխանցում կենտրոն, հիմա էլ գնդակը մաքրում է Էրիկ Ներսիսյանը և հակագրով նորից Մայցի կողմից Նշան Մարկոսյան, շարժվում է կենտրոն, Մաքսիմ Սարգսյանն էր փոխանցում և գոլ, Նշան Մարկոսյանն է գոլ եղինակ դառնում, կրճատում նորից հանդիպման հաշիվը 5-3 մեզ մոտ, Նշան Մարկոսյան 5-3, Նշան Մարկոսյանը ինքը գրո սկսեց և ինքն էլ եզրափակեց, շատ լավ հարված կատարեց և վերջինս դուբլի հեղինակ դարձավ։ Հիմա նորից խաղի հաշիվը մի փոքր կրճատեց Մայցը, տեսնենք հանդիպման ավարտին ընդամենը մնացել է մի քանի րոպե։ Բայց Մայցը այս մրցաշրջանում կրակոտ ֆուտբոլ է մեզ մատուցել և կարող է քամբեք կատարել և հավասարեցնել հաշիվը։ Վանիկ Պետրոսյանն է գնդակով խաղարկում է Հակոբյանի հետ, նորից Հակոբյան, այստեղ մի փոքր առաջ թողեց գնդակը և նորից հակագրով կարող ենք տեսնել Մայցի կողմից, այստեղ հասնում է գնդակին Նշան Մարկոսյանը, գեղեցիկ անցում նրա կողմից և առաջ թողեց գնդակը վերջինս և Սուրեն Սարգսյանի դարպասից հարված կտեսնենք։ Այստեղ չեն շտապում Ատալանտայի ֆուտբոլիստները, խաղին մնացել է մի քանի րոպե, երկար փոխանցում Մաքսիմ Սարգսյանի կողմից։ Եվ նորից այստեղ շտապողականություն Մայցի ֆուտբոլիստի կողմից, հիմա նորից գրովում է Ատալանտան, բայց այստեղ Արտակ Համբարձումյանը գնդակին է խաղացել և վերջի պահին դիպավ Հովհաննիսյանի ոտքին և հարված Արտակ Համբարձումյանի դարպասից։ Նորից երկար փոխանցում, բայց գնդակի տերը նորից Մաքսիմ Սարգսյանն է։ Այսօրվա խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է Մաքսիմ Սարգսյանը։
Այստեղ դեղին քարտ է վաստակում Mainz-ի ֆուտբոլիստը Ռաֆայել Կյուրեղյանն էր Ատալանտայի գրող կանխեց վերջինս Հիմա տրամաբանական է որ չեն շտապում Ատալանտայի ֆուտբոլիստները Խաղի ելքը վճռված է կարծես թե Հիմա նորից Տուգանային հարված փոխանցում Մաքսիմ Սարգսյան, բայց գնդակի տերը այստեղ նորից Արտակ Համբարձումյանն էր երկար փոխանցում Նշան Մարկոսյանին, այստեղ էլ Մարկոսյանի նկատմամբ շատ լավ գործեց Վարդան Պետրոսյանը եւ ուղղակի հեռացրեց առաջ, այստեղ Ալիկ Հովանեսյանն է պայքարում Ներսիսյանի դեմ, բայց Ներսիսյանը շատ լավ գործեց այստեղ եւ առաջ շարժվեց, հիմա էլ այստեղ Ներսիսյանի փոխանցումի հետո Վարդան Պետրոսյանը գնդակին տիրեց, բայց հիմա շարունակում է Mainz-ի գրող Նշան Մարկոսյան, այստեղ էլ նրա փոխանցումից հետո Մաքսիմ Սարգսյանն է գնդակի ճանապարհին հայտնվում եւ անկյունային հարված կտեսնենք Ատալանտայի դարպասին երեւի վերջին գրող կտեսնենք այս խաղի Մարկոսյան փոխանցում կենտրոն Սուրեն Սարգսյանն է բռունցքերով այստեղ հեռացնում նորից շարունակվում է գրող Mainz-ի Խաղարկեցին Mainz-ի տղաները փոխանցում լավներ այստեղ հարված չկարողացավ կատարել Ռաֆայել Կյուրեղյանը հիմա կայծակնային հակագրող ենք տեսնում Ատալանտայի կողմից Վարդան Հովանեսյանի ոտքի տակից այստեղ հեռացրեց Էրիկ Ներսիսյանը վերջին պահին եւ անկյունային հարված հիմա էլ հակառակ ուղղությամբ Այստեղ խաղարկում տեսանք Ատալանտայի ֆուտբոլիստների կատարմամբ Ալիկ Հովանեսյանն է հիմա կորցնում գնդակը եւ նորից Mainz է գնդակով լինելու Վարդան Հովանեսյան շարժում է առաջ Հայկ Մկրտչյան գեղեցիկ փոխանցում Մարկոսյանին, բայց վերջինս չկարողացավ հասնել գնդակին եւ հարված կտեսնենք Ատալանտայի դարպասից Շատ հանգիստ են հիմա գործում Ատալանտայի ֆուտբոլիստները, առաջ է շարժում Վանիկ Պետրոսյանը, խաղարկում է Լևոն Հակոբյանի հետ, այստեղ անցնում է Վանիկ Պետրոսյանը Գեգամ Սարգսյանին, տեսնենք հարված կարող է կատարել, փոխանցում Հակոբյանին եւ նորից հեռացրեցին Mainz-ի տղաները այստեղ, հիմա էլ Mainz-ի գրող կտեսնենք Հայկ Մկրտչյանն է գնդակով Մարկոսյանին է փոխանցում Մարկոսյանն էլ այստեղ լավ չգործեց, հիմա նորից հակագրում է Ատալանտան Ալիկ Հովանեսյան վերջին պահին հիմա Մարկոսյանն է այստեղ հեռացնում նրա ոտքից եւ եզրային նետումը Ատալանտայինն է այստեղ Մաքսիմ Սարգսյանն է փոխանցում Առաջ, բայց Mainz-ն է հիմա տիրելու գնդակին, Մարկոսյանն է նորից գնդակով, այսօր լավ հանդիպում անցկացրեց Մարկոսյանը, բայց ինչևէ իր թիմը պարտվում է այս պահին Լևոն Հակոբյանն է գնդակով թողում է Մաքսիմ Սարգսյանին տեսնենք կարվածի հարված եւ գոլ հեղինակ է դառնում Մաքսիմ Սարգսյանը 6-3 խաղի ելքը վճռված է, հանդիպումն էլ ավարտված է Ատալանտան հաղթանակ է տոնում Mainz-ի նկատմամբ 6-3 հաշվով եւ վաստակում է իր հերթական 3 միավորը եւ շրջանցում Manchester City-ին, բայց Manchester City-ն էլ իր հանդիպումն ունի այս պահին անցկացնելու, ինչևէ խաղն ավարտված է կհանդիպենք հաջորդ խաղին